Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձներ այդ առիթով բլոգեր Թութու Լավան նրա համար նվեր էր պատրաստել, սակայն վերջինս խուսափելով անհարմար իրավիճակում հայտնվելու որոշել է հրաժարվել նվերի մանրամասները հաջորդիվ տեսանյութում։ Հաղթանակի չէ, աստվածաշունչը սրտասրատում եմ դեստան, որ խաղաղություն, հաղթանակ բերի ձեր կյանքում եւ օրհնություններ եւ սատանան հեռանա ձեր կյանքից եւ մեր երկրի Հայաստանից, սա մի հատ սրտանց նվեր է, իմը դալեցի կողմից։ Հայ առաքելական եկեղեցու ինքը նորմալ է, Եվ բայց չէ, մենք օրենք ենք ընդունել չենք կարող, թանկարժեք չենք կարող, ներողություն եմ խնդրում, իմ անունից թող մնա Ճիշտն ասած այնքան մանթո էի, նույնիսկ ամբողջ տրամադրությունս ընկել էր։ Պատճառը նա էր, որ մեր հզոր վարչապետը չվերցրեց այդ սուրբ գիրքը, ինքը թանկարժեք էր, ցանկացած սուրբ գիրք էլ ինքը անսահման արժեք ունի, ես հասկանում եմ, բայց քանի որ նկատեցիք Վրիպայցյանը, թերթիկները ամբողջովին ոսկե ջուր էին եւ ինքը շատ թանկարժեք մետաղից էր սարքած, բոլորը թե հասկանում եք, ու նա ձեռագործ էր, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի 15,000-ը պետք է չգերազանցի, երբ որ դու նվեր ես անում, իսկ այդ աստվածաշունչը վաճառքը ինքը շատ թանկարժեք է։ Ուղղակի այնքան ջանք ու եռան չէի դրել, որ գտնեի այդ աստվածաշնչից, քանի որ նույնիսկ Լիլիթն էլ էր ստացել, ու ես ուզում եմ հենց այդ նույն աստվածաշունչից մեր հզոր վարչապետին նվեր տայինք, բայց ես հասկանում եմ, որ այդ նվերը ընդունելուց ավելի վատ կլիներ, քանի որ լրատվականներ կային, օդից մազ եմ ման գալիս, որ լուն դավասարք են։ Ոնց որ ասես վարչապետս, թող այդ նվերը իր կողմից ինձ մնա, ու ես հավատում եմ, որ անցնի ժամանակ նվերը կհասնի տեղ, քանի որ հիմա շատ դժվար օրեր են, ծանր օրեր են, լարված օրեր են, ես չեմ ուզի իմ պատճառով մեր վարչապետին պրոբլեմ եւ չեմ թույլ տա, որ սատանան մեր խաղաղությունը տանի։ Դրա համար 2026-ին ընտրում ենք համար 16-ին, հենց այդտենց սատանայի գլուխն է կոտրում ենք, այսինքն տրորում ենք, կներես որ ավտոյի մեջ եմ տրորում։ Լիլիթ քուրիկ։ Ես չեմ ասել, ինչ չնկարեցի։ Նկարեցի։ Բարև ձեզ։ Սպասենք վարչապետին նայենք, շոու գնացեք եկեք։ Կարո՞ղ նկարվեք Թութու լավ։ Այ լավ, հանգստացի մի հատ։ Հանգստացի։ Սպասենք ես գնացի պարոն վարչապետին։ Ես ուզում եմ սրտի կանեմ։ Կնկարես բայց։ Որոնց այդքան մի գոռացեք էլի, եմ։ Չեմ կարա, իսմա որ չեմ գոռում ռեչի գնում։ Ես ֆոլովեր է այդ գոռալու։ Ոչինչ, ուզես վերջում սիրելու ես։ Լավն է։ Պարոն վարչապետը Բարև ձեզ պարոն վարչապետ ջան։ Վերջին անգամ Սևանում ենք, չէ՞ Հայ, լավ եք, շատ լավ, դուք ոնց եք։ նվիրեն տեսրան։ Անպայման, ուզում եմ։ Մի հատ հաճ է։ Ինչ կանավատ օրց է։ Շատ լավ, փառք Աստծո, դուք ոնց եք։ Մի րոպե այստեղից, այստեղ հարմար է։ Կարանք իրար այդ նած սրտիկը անենք, պարոն Սիմոնյան ջան, ոնց եք։ Մեկ, ես հիմա թրենդ ենք անում, պարոն վարչապետ ջան, մեկ, երկուս, հետևեք պարոն վարչապետի էջին, ձեզ շատ եմ սիրում։ Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել սկանդալ, ներս է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի եւ իրենց թիկնազորի հետ։ Շատ քաղաքացիների մոտ դժգոհություն է առաջացրել վարչապետի մուտքը եկեղեցի, վարչապետը ցանկացել է նրանց քարտեզներ նվիրել, ձեռքով բարևել եւ ողջունել նրանց։ Շատերը ասել են, որ իրենք չեն ցանկանում ողջունել վարչապետին, չեն ցանկանում նրա տված քարտեզը, քանի որ իրենք այլ քարտեզ ունեին նախկինում։ Ինչպես նաև շատերը ցանկացել են նշել, որ չեն ուզում, որ վարչապետը պղծի եկեղեցին այնտեղ մուտք գործելով։ Դերասանուհի Անահիտ Սարդարյանն ինստագրամյան հարթակում հանդես է եկել տեսանյութով, ներկայացնում ենք հաջորդիվ առանց մեկնաբանությամբ։ Գալիս է պաղծելու մեր յուրաքանչյուր տոն,
հատկապես քրիստոնեական դուք զգացրեք իրանց մոտ այդ ասենց հատուկ արվում, որ այն տոները պղծվի, որոնք որ հայերի հավատավոր ժողովրդի համար կարևոր են, դե սատանա էլ ոնց ալ։ Այդ վիդեոյի կադրերը տեսնելուց գիտեք ինչ հիշեցի, երբ որ Բագրատ Սրբազանը հավաքներ էր անում Սրբաննա եկեղեցու բակում, ինչքան խաղաղ հավաքներ էին, ինչքան մարդիկ գալիս էին հասկանալու ուր են գալիս ու սադրանքները հիմնականում անգամ իրենց կողմից չէր արվում, որովհետև հասկանում էին, որ այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր որ արժեքի եկեղեցի ինստիտուտ հարգելու, ինքնություն պահպանելու տեր մարդիկ են, այդ մարդիկ են այնտեղ հավաքվում հիմնականում, դասախոսներ, արվեստագետներ, մարդիկ ուղղակի քաղաքացիներ, ովքեր որ ինքնության արժեքի պահպանման համար էին գալիս այնտեղ կանգնում։ Ու այսօրվա արածը իրա այդ զուտ որ սենց ասում եմ էլի չեն կարող իրանք հանգիստ նստել, ուզում են անդադ սենց հոշոտեն մեզ։ Վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանները քաշքշելով եկեղեցու բակից բերման են ենթարկել Փաշինյանին այս խոսքերն ասողներին։ Նրանք անգամ ուշադրություն չեն դարձրել ընթացող աղոթքին, ծաղկազարդի միջոցառումներին։ Քաշքշուքի ժամանակ փորձում էին նաև քաղաքացիներին պաշտպանել հոգևորականները, ովքեր եկեղեցուց դուրս էին եկել։ Աշխարհի ամենաչսիրած այդ ասեն զզվելի նողկալի կոմենտը, որ անում են իմ հասցեին, դա նա երբ որ ասում են նախկինների ժամանակ ինչի չէր խոսում։ Մեկ Լևոնի Քոչարյանի ժամանակ ընտրության իրավունք չամնացավ, որ այդպես 8-9 տարեկան երեխա էի, Սերժի ժամանակ էլ հեղափոխությանը մասնակցել եմ։ Դրանով ամեն ինչ ասված է։ Փոշմանել եմ, չեմ փոշմանել հիմա
Այդ չեն խոսում։ Ասում եմ, այն ինչ որ կա։ Ուղղիչ եմ հիմա նախկինների մասին խոսում, որտեղ նախկինները հենց այդ բառի արմատից, նախկին արմատից արդեն գալիս։ Այսինքն նախկինները այդ մարդիկ էլ իշխանության չեն։ Լավն են, վատն են, հիմա էլ իշխանության չեն։ Հիմա մենք ունենք իշխանություն, որը որ մատ թափ տալով գոռում է մետրոյում Արցախցի հա զոհված հերոսի աղջկա վրա եւ մտածում որ դա ճիշտ է հետո երբ որ բշտում բան բզում են ասում են գիտես տենց ոնց որ լավ չի էլի ոնց որ տենց ժողովուրդը ոտի ականներ քսմա ներողություն որ տենց բան եմ արել բայց իր ամբողջ fake կոմբինատը այսօր նստած այդ աղջկա միսնա ես իմ վիդեոների վերջում միշտ մի հատ արտահայտություն եմ անում ասում սուտ եք ոտից գլուխ եւ պիտի գնաք Ինչ եմ դա ասում, որովհետև շատ եմ կարևորում, որ ոչ միայն մեկ նայենք այս հարցին, որ իրենք լավ կամ վատ կավարեն, այս երկրում փոփոխությունները չեք տեսնում եմ ժողովուրդ ջան, լավն եմ տեսնում, վատն եմ տեսնում, բայց երբ որ մի երկրի ղեկավար 6 մարդ տարի մարդ կարա նկատի ունեմ, երեխա չէ, էլի մոնթեն չի, որ ասես հա դե լավ չհասկացավ, ներողություն խնդրես, նորից խալ արես, կարա ներողություն խնդրի, ու հետո ֆաս հրամանա, որպես այդ աղջկա մի զուտ է կոմենտներում, դուք չեք պատկերացնում չեք բանը բա այդ քարտեզը ջարդել էր գցել էր ոտի տակ ոտով տրորեց փոշի սարքեց հետո այդ փոշերմա զարգվածը սենց փչեց օդի մեջ Հայաստանը չքացավ դուք հասկանում եք իրանք ինչ ատելության գերդոզավորում են անում այս երկրում ու մենք դրա տակ անդադար ապրում ենք դրա մեջ անդադար ապրում ենք ու կատեգորիկ այդ հասկացողությունը բերում ոնց որ չկա որ կարող է սուտ են անում չէ ֆեյքերը գալիս է սենց բանը գցում են թեման գցում մարդիկ են նորմալ մարդիկ են հավատալով նստում սկսում են քննարկել ահա որ Հիմա եկանք այն իմ սիրած թեմային մեդիա գրագիտությանը եւ մեդիա անգրագիտությանը մեդիա անգրագետ լինելը ամոթ չի պրոստը այս դարում մի քիչ արդար չի որովհետեւ գոյություն ունի վիդեոն տառ լսելու, նայելու, տեսնելու, պրիտոմ մի 7 կամերայով տարբեր տեղերից նկարված, դնում եք, նայում եք եւ հասկանում եք եւ սուտ է այդ իրանց ամբողջը, հերհյուրանք է, այդ աղջիկը ոչ մի կարտեզ չի, ջարդը չի ասել, թքած ունեմ, այս չկա նման բան դե ժողովուրդ, հորինում են սուտ են ասում, որ մեկը մյուսին ասի, բա տեսա, բա ինքը ինչի սենց արի, բախի քարտեզը ջարդես փշրեց, կեր չկա տենց բան, հասկանում եք, ու այդ հերհյուրանքը ծառացողները միայն ու միայն ատելության գեներացնողներն են այս երկրում Ես չեմ հատում իրանք հայ են, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որտեվ չի կարա հայը ուզենա, որ իր հային հայրենակցին վատ լինի դա արցախցի հայ, գյումրեցի հայ, բոլորս հայ, ոնց կարաս ուզենաս, որ քո հայրենակցին վատ լինի, որ քո հայրենակցին երիտասարդ կնոջը ջայլ երեխու հետ փորձեն անընդհատ են որ նողկալի բաներ գրեն Չգիտեմ, իմ համար հայ չեն կներեք։ Ազանի Հովանիսյանը Facebook-յան իր էջում գրում է. Ցավը այդպիսի բան է։ Անապ ու անեզր։ Մի օր դուրս է հորդում, որ մաքրի, որ արթնացնի միավորի։ Այս լույս երեխեքին ինչ ապագա թողեց գերագույն կործանիչը։ Խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, օտարեց մի դրախտ հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ։ Մահ Ինչ եկել է պատերազմ է ու մահ, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն մտածողի հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, սփյուռքի, դրսի թե ներսի հայի, մինչև վերջ կռած ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն բոլորիս մեր սրտերը քրքրող ու մեր այրունը խմող հրեշի իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց անհերքելի հակահայ, մեզատող ու ինքնակործան, գալստյան կիրակիներ երեք տիրոջ գալուստով ստվերում չի մնալու եւ ոչինչ, աներեք մարդը այսօր չի ստեղծվի, էլուր մնաց հասնի վաղվան, ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանիչ ինչ-որ բան, Ամենից շատ սրանց բարկացնում է հիշողությունը, հիշենք Արցախ, հերոսի դուստր Արմինե Մոսիյանին, իմ զորակցությունն ու սերը, իր որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգին է ունենալու, պապու և մայրիկի պես անկոտրում, ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգևորականներին ու արցնացում բոլոր քնածներին, պահքի ավարտին մեզ բոլորիս խելք, սթափություն ու Աստծո օրհնությունը, որ դիմանանք։ Հաղորդավարուհի Ամալիա Հովանեսյանը հետևյալն է գրել. Արցախի մեր հայրենակիցներն 9 ամիս շրջափակման եւ զրկանքների մեջ մնալուց հետո ստիպված էին կամ գաղթել կամ մնալ գերության մեջ, չեն փախել, գաղթել են էթնիկ զտման արդյունքում, կորցնելով հայրենիք, տուն, հիշողություն, հարազատների գերեզմաններ։ Շատերը քրտնաջան աշխատանքով ձեռք բերած տները կորցրին, ինչպես մեզնից յուրաքանչյուրը Հայաստանում կարող է կորցնել, եթե Ադրբեջանի ներկայիս ռետորաբանությունը, թե Հայաստանն արևմտյան Ադրբեջան է, իրականություն դառնա։ Չեմ վախեցնում, հիշեցնում եմ, որ մենք թշնամի ունենք, որի երազանքները Հայաստանն Արցախի պես բնաջնջելն է։ Երգչուհի Գայա Արզումանյանն, ով Արցախից է, տարածել է իրենց Արցախի տան լուսանկարն ու գրել. Թաղեմ նրան, ով տունս ու տեղս տվել է թշնամուն։
Նա մեկ այլ հրապարակման մեջ գրել է. «Թաղեմ քեզ, մեռնես դու, շուտով»։ Սա կյանքն է հարամ է, բոլորս կիրակին է հարամում, որովհետև դե ինքն է մեր ղեկավարը, բա ուրիշ ոնց կլինի։ Ուրեմն տարածում է վիդեո համացանցում, որտեղ որ այս ցիլով մարդը մետրոյում արցախցի կնոջ ասում է, բա դուք փախածներդ, չգիտեմ ինչներդ։ Ուրեմն Արցախը հանձնողը 5000 երեխու մավան պատճառ դարձածը արցախցի կնոջը այն որ ասում է տղամարդ եք ու ռեալ է տղամարդ նստել է ու մատը թափ տալով այսպես հետը խոսում է ու ես այլ այն որ բառ չեմ գտնում ասելու միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ հայրենիքը շատ սիրող մարդ խնդրում եմ օրինական մարմիններից պատկան մարմիններից նրան ենթարկել ուրեմն պատասխանատվության ազգամիջյան ատելություն ձևավորելու համար, որովհետև նստել ասել դուք փախակ, դուք սենց արիք, դուք նենց արիք, այդ միայն ու միայն ատելությունն է։ Միայն ու միայն ատելությունն է մտցնելու մեր բոլորի։ Հայր ջան, չտրվեք սադրանքների, թույլ մի տվեք, որ մեզ կիսեն ու բաժանեն ու այդ մարդիկ ովքեր որ ով ուզում է լինի, ինքը լինի, մյուսը լինի, դրանից առաջները լինեն, նախկիններ, ով ուզում է լինի, այն մարդիկ ովքեր մեզ կիսում են, բաժանում են ինչ որ ականների, Ղարաբաղցի, չգիտեմ, գյումրեցի, չգիտեմ, էցիների, իրանք չեն կարա լավ մարդիկ լինեն։ Երբեք չեն կարա մեր լավը ցանկանան։ Ես որպես ճգնաժամային օրերին ամենամեծ շտաբ ունեցող մարդ, ամենամեծ օգնություն հավաքած մարդ առանց մի լումա հավաքելու, ես ես պաշտոնապես հայտարարում եմ, մարդիկ բոլորը իրար սիրում են։ Մեր ազգը այսպես միասնական է, երբ որ պետք է լինում, բայց սրա նմանները գալիս են եւ փորձում են մեզ բաժանել եւ ես խնդրում եմ, նորից եմ կրկնում, եթե այս երկրում կան իրավապահներ, ովքեր որ ազգամիջյան ատելության դեմ ուզում են պայքարեն, ուրեմն առաջին հերթին պիտի պայքարեն սրա դեմ։ Առաջին հերթին, որովհետև ինքը սրա հրահրողն է, սադրիչն է եւ եթե ինքը անում է, նշանակում է ինքը ասում է, որ կարելի է ասենց անել։ Ու սա միայն ու միայն կբերի, ինքը արտաքին պատերազմներից է խոսում, ինքը ներքին պատերազմ հրահրող է։ Չէ, դուք հասկանում եք, եթե այդ մարդը տենց բաներ է խոսում կամերայի առաջ, ուրեմն կամերայի հետևում ինքը ոնց է վերաբերվում ընդհանրապես արցախցիներին։ Իսկ դուք լավ հիշեք, այսօր Արցախցին է անտուն մնացել, վաղը շատ հանգիստ մենք կարանք մնանք անտուն։ Ու ես ճանաչում եմ մի երկրի ղեկավար, այս աշխարհի երեսին, ով որ ամեն Աստծո օր շանտաժ է անում իր երկրի ժողովրդին, իր ազգակիցներին պատերազմով։ Այդ երկրի ղեկավարը ցավոք սրտի մերն է։ Ինքը ամեն Աստծո օր մեզ շանտաժ է անում պատերազմով։ Ու ես հիմա հասկանում եմ ինչ են իրանք միշտ շնորհակալություն հայտնում Ալիևին, որտեղ Ալիևը վաղուց էլ պատերազմով մեզ շանտաժ չի անում։ Ալիևը ասում է, «Վсё, ես ինչ պետք էր ստացել եմ»։ Չնայած ինչ էլ պետք լինի հելի կարա ստանա, բայց մեզ ամեն օր շանտաժանողը մեր իսկ երկրի, մեր իսկ կողմից փաստորեն ընտրված վարչապետն է։ Հունիսի 7-ը մեր համար հնարավորություն է, որպես ես ամոթից այս ամեն ինչից ազատվենք։ Խնդրում եմ մտքով գնացեք ընտրության։ Ոչ թե գնացեք ընտրության մենակ մի փոր հացի համար, այլ գնացեք ընտրության մտածելով ձեր ապագայի ու ձեր սերունդների մասին։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Իմ հայացք, ուզում եմ ասել, որ դուք լավագույնն եք ու այն ամենը ինչ որ հանկարծ օրերից մի օր մի հիմար նստում խոսում է, որ հայերը սենց հայերը նենց, այդ հատուկ արվում, որ մենք իրարից զզվենք, որ մենք իրարից բաժանվենք, սև ու սպիտակի մեզ բաժանեն։ Իրականում այս ազգը սիրող մարդը երբեք տենց չի անի։ Ես ձեզ սիրում եմ։ Բոլորի, անկախ ձեր քաղաքական նկրտումներից, անկախ ձեր ցանկություններից, եթե դուք հայ եք ու հայի համար լավագույնն եք ցանկանում, ես ձեզ սիրում եմ։ Բայց խնդրում եմ, միշտ ու հավերժ հիշեք, եկեղեցին մեր հիմնասյունն է։ Եկեղեցին քանդել չի կարելի։ Ինչ քաղաքական հայացքներ դու ուզում ես ունեցի։ Հերոսը մեր բոլորի հերոսն է։ Հերոսի բալիկի համար նվեր անում ենք բոլորով միասին ու այս ապացույցներ, որ բոլորով ենք անում։ Արժեքներ կա, որոնք չպիտի փոխարինվեն, չպիտի զեղչվեն եւ զիջվեն, որովհետեւ դրանք մեր արժեքներն են եւ մեր ինքնության հիմքն են։ Ես ձեզ սիրում եմ հայր ջան, բոլորիդ լավ օր եմ մաղթում ու իջնում եմ Արշակունյաց։ Այն օրը, որ եկեղեցու բակում էինք, դե գիտեք, ես էլ էի այնտեղ, որտեղ ես չեմ կարող այնտեղ չլինել, ես չեմ կարող իմ եկեղեցու դուռը թողել, որ ստահակներ ու անօրենները ջարդեն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ եկեղեցու բակում հայհոյեն
արժեք պաշտպանելով, լուրջ այդպես եք արժեքները պաշտպանում, հա, այ քաղաքապետ տգետներ, չգիտեմ, թաղապետ տգետներ, գալիս կանգնում եք եկեղեցու բակում, դուրը ջարդում եք ու հայոյում եք, տենց եք պաշտպանում։ Շնորհակալություն բոլոր են քաղաքական գործիչներին եւ չգործիչներին, ովքեր որ այդ օրը կենթանի պատկազմած պաշտպանում են եկեղեցու դուրը, որ չջարդվի։ Չէին հայհոյում, ուղղակի հուզված, այսպես աշկերին արցունքներ 16 տարեկան երեխեք հետևից կանած աղջիկ լացում էին, որտեղ չէին հավատում, որ էս կատարվում է իրենց երկրի հետ։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր թեկուզ եթե ներկա չեն եղել եկեղեցու բակում, աղոթքով ասեն են, որ Տեր ների դրանց, որովհետև դրանք անում են հիմա այն ինչ որ չպիտի անեն։ Իրանց հետ չեմ մեղադրում, որովհետև իրականում այնտեղ կանգնած մարդկանց աչքից ծերում են, որ իրանք կամ ինչ-որ բանի տակ են, կամ չգիտեմ, կամ չեն էլ գիտակցում ինչ են անում, ինչ են fake էջերով 0 հետևորդ, 0 նկար, 0 պատվիշիկով fake-էր։ Իմ վրա չի ազդում ձեր գրելը։ Իսկականից պոնջում եք լուրջ եմ, ես հասկանում եմ, որ փող եք ստանում, որ պիտի գրեք ինձ, դու ինչ գործունես բանման, գործ ունեմ։ Սա իմ երկինն է, ձերը չի, որտեղ դուք fake եք ձեր ապրածով, ձեր չապրածով, ձեր տերերով, ձեր անտերով։ Ես այս երկրում եմ ապրում, ես այս երկրում 2 զավակ եմ ունեցել, իմ երեխեքը այս երկրում են գնալու բանակ, դպրոց, համալսարան, եւ իմ երեխեքը այս երկրում են մնալու ապրեն, ու դուք չեք կարողանալու այս երկիրը հենց քանդեք, որ ես զզված ասեմ, ես գնում եմ այս երկրից, ես մնալու եմ, որ լույս անջատող ու միացնողն եմ լինելու, բայց մնալու եմ այս երկրում, ու իսկապես այդ fake-երի բանակի հետ մարդուն ասեք, որ չեք զգացել, որ 20 թվականից ինչ ասես գրեցիք, սրա շուն, սրա լիրբ, սրա չգիտեմ ինչ, իմ վրա դա չի ազդում, որտեղ ես Աստծո առաջ եմ գործ անում։ Այդ դուք եք սատանային ծառայում, ես Աստծո։